Բարի սիրելիներս, այսօրվա իմ լուկը սա է, ձեր Անահիտը շկան ունի հանդիպում, այս գոտին ամեն անգամ կապելուց մտածում եմ մի հատ գլխարկ դնեմ, ոնց որ կովբոյ չլինեմ, հագել եմ այս տաբատը, որտեղ շատ հանգիստ է եւ այսօր որոշեցի լինել գազարագույնի մեջ, հագել եմ այս վերնաշապիկը, դրել եմ մեջը, իմ գոտին, սա իմ հավաքածուի գոտին է, շատ սիրուն է, քիչ ամնում մի հատ կովբոյսկի գլխարկ դնեմ ու գնամ, դե ինչ սիրելիներս, գնացինք, գնում ենք միասին հիմա մեր կողքի քաղաքը, եղանակը բավականին կիսակիսա է եւ ուզում եմ այսօր ժամանակ ունենամ, պետք է Սերժին մի հատ հեռախոս գնեմ եւ ժամանակ ունենամ մտնեմ մի հատ բան է տան ինչա, ակնոցների մի հատ սկսեմ ընտրել արդեն։ Մի տեղը տեսել եմ, հիմա մնացածը մյուսը որոշել եմ ակնոցներից գույնը բացեմ արդեն, քանի որ դիմացը ամառ է։ Ժողովուրդ ջան, Անահիտը չկան նստեց մեքենա, ամեն անգամ Անահիտը չկա ասելուց են ամիեստին եմ հիշում, ամիեստ Ուրեմն սիրելիներս, գիտեք ինչ, այսօր ճիշտ ասած հարդարվում է եւ հանկարծակի հիշեցի իմ լավ հետևորդուների ձեր խոսքերը իմ հանդեպ շատ է գրում Տիկին Անահիտ, ինչ ասեմ, շատ հաճախակի անում ձեր բլոգները շատ ուսուցողական են, ձեր բլոգները մեզ մոտիվացնում է, դուք մեզ էներգիա եք տալիս, դուք այսպես, դուք այնպես։ Գիտեք երեխեք, ճիշտ ասած ես մտածեցի, որ դա երևի կապված է իմ, ասենք, ապարատուրաներն եմ ցույց տալի եւ այլն, բայց արիուտես ներող եղեք, երեխեք, երբ որ անջատում եմ, ես կտրում եմ, չմտածեք ինչ որ բան է կատարվում, հեռախոսով եմ ես նկարը հանում եւ հեռախոսը անդադ զնգզնգում է։ Երբ որ ես կարդում եմ ձեր կոմենտները, ճիշտ ասած միշտ մտածել եմ, թե դա կապված է, ոնց ասեմ, իմ նորույթներ, շորեր, մակիաժ բան, բայց գիտեք, այսօր խորը մտածեցի ես եւ ես զգացի, որ ես հասկանում եմ, թե դուք ինչ եք այդ բառերը գրում, մանավանդ շատ կանայք իմ տարիքին են, իմ հասակակից են եւ անգամ 50 տարեկան, 55 տարեկան արդեն իրենք իրենց մտածել են, որ իրենք արդեն տարիքով մեծ են, ասել այդ տխմար ամիեստին տարեցեն։ Սիրելիներս, ես հասկացա ձեր խոսքի իմաստը, այո, հասարակ ձեզ բան ասեմ, ես այսօր առավոտյան արթնացա, մտածեցի ինչ հագնեմ եւ որոշեցի այսօր գույնը հագնել պայծառ, որտեղ դա ես այդպես էի տրամադրված։ Եվ դա կապ չունի, թե ես գնում եմ հեռախոս գնեմ, գնում եմ երշիկ գնեմ, գնում եմ հանդիպում, թե գնում եմ ինչ-որ մի ստից էլի եւ ինչ-որ մի բանի համար, լաբորատորիա պիտի գնամ այսօր այրան անալիստամ։ Դա կապ չունի։ Ես միշտ, եթե նկատած կլինեք, ես միշտ տանից դուրս գալուց հարդարվում եմ փոքրիկ մակիաժը եւ դուրս եմ գալիս։ Այսինքն ես հասկացա, թե ձեզ ինչն է մոտիվացնում։ Ձեզ մոտիվացնում է, որ կյանքը դեռ չի ավարտվել։ Եվ ես ուրախ եմ դրա համար։ Ես ուրախ եմ, որ իմ բլոգները ուսուցողական բլոգներ են, որ յուրաքանչյուր անգամ ես իմ քույրս նոր եկավ, անցավ ասեց, այսօր ես գնում սենց սիրուն հագնվել ես, ասեցի, սենց ասում եմ, մալադեց, ասում եմ, իրոք որ դա շատ գովելի է։ Ես կարող էի հագնել ուղղակի մի հատ սովորական մի բան, ասել, հա դե լավ, 15 րոպե տեղ եմ լինելու, 10 րոպե այնտեղ եմ լինելու, ոչ, ես ինքս իմ աչքի համար եմ հագնում։ Ձեզ եմ խորհուրդ տալիս, սիրելի կանայք, չանտեսեք ձեզ, չթողնեք, որ մարդիկ ձեր վրայով անցնեն, երբ որ մեկը իրան անտեսում, ասում է, հա դե ուր եմ գնում, ոչ մի ու չեք դուրս գալիս, դուք ձեր տան մեջ գեղեցիկ հագնվեք, թող ձեր հարսի, ձեր տղայի, ձեր աղջիկա, ձեր թորնիկների աչքը, ինչ ասեմ, գերի, ասի ինչ լավն է իմ տատիկը, ինչ սիրուն է իմ տատիկը, կոմպլիմենտներ անեն ձեզ։ Ձեր ամուսինը անգամ որ անցել ենք մենք մի տարիք, որ այդքան այդ տարիքում էլ ոչ մեկ թող գլուխը չգովա կոմպլիմենտներ չի լինում, երեխեք ջան, պետք է անգամ դուք ձեզ ինքներդ կոմպլիմենտ անեք, Սիրգեյ զվոնիչ, մի վարքյան, ժողովուրդ Սերժն էր զանգել, ուրեմն ինձ բան ասում, սկսեց ֆրանսերեն, հետո ասեցի, տնաշեն շուտ աների, որտեղ պիտի դուրս է եկել, բնականաբար նենց բաներ, որ պիտի հետս վերցնեի, ասեցի դե լավ սպասի, ասեցի, հիմա պտտվում եմ, պտույտ եմ անում գամ տուն, արդեն մի 6 կիլոմետր վարել էի մեքենան, նո, ասեցի, ես էլ չեմ հասել, ու սկսեց այդտեղ ռուսերեն մտնել, դուք ինչ չպրտտան, ջղայնանում է, էլի մտով։ Վերջը առավոտյան ուրախացրեց, ինչ եմ ուզում ասեմ, երեխեք ջան, դուք ձեր աչքի համար եղեք գեղեցիկ, դուք մի մտածեք, որ այս տարիքում 60-50 տարեկանում մենք հագնվում ենք, որտեղ ուզում ենք, դա կապ չունի քաշը։
Էլի եմ ձեզ ասում, դա կապ չունի մեր կլորիկություն, դա կապ չունի մեր բոյը, դա կապ չունի մեր հոգրատությունը, կնճիռներ, ամեն մի կնճիռ դա իմաստություն է։ Ինչու գնամ ես վիրահատվեմ, եթե ես ինքս ինձ սիրում եմ։ Ես ամեն մի կնճիռի համար ուրախ եմ։ Այն անգամ ծիծաղալով նստած ենք, ասեցի գնամ այսպես որ ձգվեր լավ կլիներ, բան մեկ էլ ամուսինս տամ է երեսիս, ասում եմ կատակ եմ անում, կատակ, ես էդ էր մնացել պակաս, որ ես գնամ ինչ որ դեմքի եսի ինչեր արել։ Հարգանքներս նրանք ովքեր անում են, դա խնդրեմ չի, բայց երեխեք ջան, այդ ամենը թույն է։ Դուք ինչ եք թունավորում ժամանակից ու ձեր օրգանիզմը, որ մի 2-3 տարի երիտասարդ երևաք։ Նախ երիտասարդ չեք երևում։ Ասեմ որ շատերը կան այնքան են ձգում, բերանները հասնում ականջին։ Ես գիտեք, երեխեք, այս թեման դուրս եկավ, պիտի խոսեմ դրա մասին։ Հուսով եմ որ այդ տրենդը կանցնի։ Ես չեմ հասկանում, որտեղ է գրված, որ բոլոր կանայք պիտի ունենան հաստ շրթունքներ։ Մի քանի երեխեքի եմ տեսել Instagram-ում, առաջ այնքան սիրուն էին շրթունքները գեղեցիկ, ոնց որ նկարածներ։ Այսօր այլանդակել են իրանց երեսները։ Նյուժելի այդ երեխեքը իրանք ես հասկացա, կներեք, բայց պիտի ասեմ, ներող եղեք, որ դա հոգեբանական խնդրեմ է։ Ես ունեմ բարակ շրթունքներ, իալող ուրիշ բան էլի եմ ասում, քիթը մեր Հայաստանում եղել է եւ կլինի եւ ես դա գտնում եմ որ այդ մարդու կոմպլեքսը հանելու համար մարդիկ քիթը մեկ-մեկ գորալինում, մեկ-մեկ ծռված ալինում, ջարդված ալինում, ես դրա դեմ չեմ, ես նաաբարոտ կողմ եմ։ Բայց այլանդակենք մեր շրթունքները, որ ուզում ենք դարձնենք օժեն, ես միգուցե տեսեք օրինակ ես չեմ հասկանում, չէ՞ հիմա շատ մարդիկ կարող արձագանքեն ասեն, բայց դու ինչ ես հասկանում, որ հնարավոր է չեմ հասկանում։ Բայց երեխեք ջան, եղեք բնական, ինչը բնական է, դա բարոյական է։ Ճիշտ հասկացեք ինձ։ Դրա համար ես հասկացա թե իմ բլոգներն ինչու են ուսուցողական, եւ ես ուրախ եմ դրա համար։ Ուրախ եմ, որտեղ իմ բլոգներում կա մի 90 տարեկան կին, ով վաղը լինում է 90 տարեկան մայրիկը, որ խոսում է, խորհուրդ է տալի, պատմում է իր պատմություններն, անցած տարիները։ Ես հասկանում եմ հիմա, ես ձեզ գովին հասկանում եմ, որ մի վարքյան երեխեքը մի հատ մեքենան կանգնած է, պատկերացեք երեխեք, մենակ եմ այս ճանապարհին, ոչ մեկը չկա։ Ծրարը ընկավ, ոչ մեկը չկա, մի հատ նայեք էլի։ Այ այսենց մենակ 9:57 րոպե։ Բայց սա պետք չի սա վայելել։ Հիմա պատկերացրեք ես Փարիզում եմ կամ Լիոնում կամ Բորդոյում կամ մեծ քաղաքում եւ պրոբկաների խցանումների տակ ամբողջ մեր տանից մինչեւ այստեղ ես դեռ մի մեքենա չեմ հանդիպել։ Սա ռոլաքսացիա է, երեխեք ջան։ Ուզում եմ դաշտերը նայեք, կանաչ մարդ են, չնայած միշտ է կանաչ եղել, բայց հիմա ավելի է սկսում էլի կանաչել։ Բայց այսօր անձրև չէին հաղորդել, գիտեք երեխեք ջան։ Այսօր աճաշից հետո արև են հաղորդում, ինչքան լավ է։ Как хорошо, все хорошо։ Այս ուիկենդը մի ահավոր ձևով զբաղված եմ։ Վաղը ունեմ պրեզենտացիա։ Կիրակի իմ տանը ահագին մարդ է գալու առավոտը ճաշից հետո։ Եվ երկուշաբթի էլ իմ տուն են գալիս։ Եվ այդ շաբաթը ես ինձ հանգիստ տվեցի, որովհետև պետք է գնայի ծնկերս միջամտության, բայց հետաձգեցի, քանի որ մտածեցի ամենաճիշտը գոնե թողնել մի տարի, դեռ մի տարի չի անցել, եւ երեք շաբթի գնում եմ Սիրուն Սյուզիի մոտ, եղունգներս սարքեմ, չգիտեմ ինչ գույն անեմ, երեխեք ջան, մտածում, երևի այս բոտոն կմաքրեմ արդեն, երևի տեսնեմ ինչ գույն կա հետաքրքիր օրիգինալ, հուսով եմ որ Սյուզիս ցույց կտա ինձ, մտածում եմ բեժ անեմ այս անգամ, չգիտեմ, եւ անգամ մտածեցի որ լրիվ մաքրեմ, հանեմ, որովհետեւ գնում էի հիվանդանոց եւ այդ աստված չանի որ մի բան է լինում, այդ օքսիմետրա կոչվում, այդ որ մատի վրա դնում են թթվածին եւ այլն, դա մի անգամ փորձեցի, տանը չստացվեց եւ ես մտածեցի որ ընդհանրապես որ մարդիկ, ես գիտեմ դա հիվանդանոց բան են գնում կամ ինչ որ մի փոքրիկ անգամ ռադիոլոգիա պիտի արվի, իրանք ասում են եղունգների վրա հանկարծ դրանք չդնեք, որովհետեւ աստված չանի մի բան է լինում, իրանք չեն կարող չափել թթվածին, էլի։
Դա էլ իմացեք երեխեք ջան։ Այդպիսի բան էր, սիրելիներս, մեր Սուսանան այսօր թռնելու է, մի հատ երեկոյան գրեմ տղային, տեսնեմ ժամը քանիսն է թռնում, մոռացել եմ, չեմ հարցրել։ Շատ շնորհակալ եմ Սուսաննայի համար, շատ շնորհակալ եմ ձեր գեղեցիկ բառերի համար։ Այո, ինքը շատ խորը կին է եւ շատ խորը բառեր է գրում եւ լավ երգում է։ Այն որ ասում է ձայնս փոխվել է, մեծացել եմ, բան։ Գիտեք երեխեք, մարդը չի մեծանում։ Մենք ոնց կանք այդպես մնում ենք։ Մենք ոնց ծնվել ենք, տենց էլ մեծանում ենք, մենք չենք կարող փոխվել։ Տենց բաներ երեխեք ջան, դե լավ, մի քանի տեղ ունեմ զանգեմ ժամը 10-ը, իմ ռանդևուն 10-15, հուսով եմ, որ 15-20 րոպեից հետո կավարտեմ։ Լաբորատորիան եմ վերցել 10:45, 11-ին էլ մյուս հանդիպումս է։ Հուսով եմ, որ չեն ձգձգի, առավոտյան շատ մարդ է լինում, որտեղ առավոտյան սոված փորին են գալիս, չէ՞, անալիզների։ Ես զոբի համար եմ եկել, իսկ դա կարող ես հաց ուտել, յուրաքանչյուր ժամին գնաս անալիզ տաս, մենակ դեղը չպիտի խմենք, էլի։ Ուղղակի ես զգում եմ, որ ես մի քիչ որ ինչ են ասում հայերը դանդաղացված եմ, պատկերացեք, որ հարակացված լինի, հիմա կասեն շատերը, Անայ ջան, բա որ հիմա ես դանդաղացված, բա արագած չէ երեխեք, էներգիայի պակասություն ճաշից հետո մի անգամից, դրա համար ես ինքս իմ ամեն մարդ իր բժիշկն է, չէ, գիտեմ, որ սա նորմալ չի իմ բնավորության համար, դրա համար որոշեցի 3 ամիս է, արդեն 3-4 ամիս է, այն որ գնացել ինձ այնից գորգո, մամային տարա անալիզների, ասում մամ, վայ, ասեցի, սպասի մի անգամից ես էլ տամ, այդ կին նայեց, ասեց, դեղը խմել եք, ասի, վայ, դեղը խմել է, առավոտը իրավունք չունես։ Այդպիսի բան էր։ Ժաննա ջան, սա էլ մեր ճանապարհները, Ժաննան, Ժասմինը, շատ-շատերն են հավանում ճանապարհները։ Մի քիչ հիմա մեր կա չոր է ծառերը, բայց մեկ էլ կարող է մի քանի օրից տեսնեք ամբողջը կանաչ։ Ահա սիրելիներս, մի մեքենա հետևից է գալիս, մի մեքենա բավականին առաջ եւ արդեն մոտենում ենք իհարկե մեր քաղաքին դրա համար։ Ես չեմ էլ տեսել, այս քաղաքում քանի բնակիչ են։ Մենք պետք է նայեմ տեսնեմ, երևի 50,000 կլինեն, եթե չեմ սխալվում։ Այդպիսի բան էր։ Ահա մեր ճանապարհները։ Ռելաքսացիա։ Լավն այս ծառը ծաղկել։ Այստեղից արդեն սկսում է մեր բավարոդիկի ոլոր ճանապարհները, ուր են տանում ճանապարհները, տանում են քո հանդիպումներին Անահիտ ջան, ուր պիտի տանեն քո ճանապարհները, առավոտյան արթնացա ու սկսեցի մտքիս մեջ անդադ կրկնել, որ չմոռանամ, ես խեղճ մամայի դեղերը, իրանք էլ գնացին են որ ես եկան իջան ես քաղաք, մոռացան, իրանք որ քրոջս հետ մոռանան, չուտը տակոյի, մտա լաբորատորիա, ասեցի, մտա լաբորատորիա, ասեցի միգուցե թե մարդ չլինի, մի քիչ շուտ տամ, էլի, իմ առաջ տենց չէր, ազատ են գալիս, բայց հիմա լավ է, որ ամեն մեկը իր ամրագրում է եւ չի սպասում, շատ սենց շատ մարդ ես չէի տեսել, ասեցի նո, եթե իմ պայմանավորվածությունը 10:45 է, ես անգամ մի քիչ ուշ էլ գամ, ոչինչ, ավելի լավ է ես սկզբից գնամ մի հատ իմ գործերն անեմ, մի հատ մտնեմ ակնոցների խանութ էր ճանապարհին է, եւ հետո 11:30 կգամ, պատում էր, եթե չլինի, ոչինչ, դեղս է չեմ խմել այսօր, ամենայն դեպս, այդ մտեմ տեսեմ ինչ նորություններ են ստացել, այստեղ օրդոնանսս եմ մոռացել, այդ բանը, ինչ են ասում, թուղթը, որ տալիս է բժիշկը ակնոցների համար, այստեղ են ասում, այ քեզ բան, ինչի մոռացար Անահիտ, այս մեկը վատը չի, Gucci, արևային ակնոց որպես, սա հավանեցի, սա էլ վատը չի, ես ինչ պինդա, այսի կտա գլուխս կցավացնի,
Ես մեկը չէ փորձեցի, հա։ Հիմա եկեք Gucci-ից, ոչ, սրանից ունեմ Gucci, ունեցել եմ սրանից ունեցել եմ, մի հատը տեսել եմ երեխեք ջան, Լուկասը, այս է դուրս գալի, բայց սրանից ունեմ արդեն ունեցել եմ, սա վատը չի սկարիշներին, շագանակագույնը, այս հեծանվորդների նման վտանգ այս աշխարհում չկա։ Հələ նայ, ինչ օլոր-մոլոր ա գնում, հələ այդ ապուշին նայեք։ Նոր պիտի ինգներ մեքենայից տակ։ Ուրեմն գիտեք ինչ անում, երեխեք, ասենք այստեղ պարկինգ ա, չէ՞։ Պարկինգ ա, ինքը պարկինգների արանքներով դուրս ա գալ, ինքը չի մտածում, որ դիմացից ավտո պիտի գա։ Հələ ձեռը մատը տնգում ա։ Ասեցի ականջներդ կպոկեմ։ Դա կապ չունի, թե դու ով ա մեղավոր, ինքն էր մեղավոր, բայց պատկերացնում եք Աստված չանի, տես մի բան էլի զգուշ եղեք, երեխեք հենց հեծանվորդ եք տեսնում դանդաղացեք, ես դանդաղ դուրս էի գալի պարկինգից, հeureusement, օգուտ իրան, ես մի հատ պիտի մտնեմ այս բրիկոլաժը, բայց ժամանակ չունեմ, այսօր մեր բանի այդ բյուրոյի կողքի սենյակ գնացողի այդ ռուչկան ջարդվել էր, հանել ենք, դեռ ես պետք է գնեմ, որ փոխենք։ Եթե մի հատ պիզայանոց բաց լիներ, մի երկու հատ պիզա գնե, ես ուտելու բան չունեմ։ Եթե չէ, Սերգեյի հետ ձվածեղ կուտենք, ոչինչ։ Օ, նարինջը պիտի գնեմ, նարինջ չունեմ նարինջ, մի օրվա նարինջ ունեմ։ Ինչ անեմ, այս քարտ չի վերցնում, ինձ թվում ա։ Եկեք գիտեք ինչ անեմ, հետ գալուց երևի կգնեմ մի արկղ, եկեք գնեմ, ոչինչ կանգնել եմ, եկել հետ չեմ դառնա։ Հա, քարտ վերցնում ա, երեխեք, վերցնեմ 10 կիլո նարինջը գնեմ, դնեմ մի գաբաժնիկը։ Là, si j'arrêterai pas après. Երեխեք, ուշանում եմ, վայ, մոռացել եմ, մի հատ ձեռքերս ալկոհոլով մաքրեմ այդ լաբորատորիայից հետո, լաբալյոտը, քրոջս թորնիկը լաբորատորիային ասում էր լաբալյոտը։ Սիրելիներս, ես ասել եմ, չէ, դες որ ամեն անգամ նարինջի հյութ եմ խմում եւ լավ գնեցի, ասեմ, նրանք ովքեր կցանկանան իմանալ, հյութակամիչ, այսինքն սոկավժմալք են, ամենալավ բրենդը, որը որ ինքը հենց ինքն է արտադրել դա Magimix-ն է։ Դուք պետք է աշխատեք գնել այնպիսի ապրանքներ, որի իսկական ֆիրման հենց առաջին ստեղծողը դա է եղել։ Օրինակ սառնարանը չեք կարող համեմատել Samsung այդ ամերիկյան այդ սառնարանները կանադական Samsung-ն է։ Կան վատերը չկան սառնարաններ, բայց Samsung-ը սառնարան, խոսքի Bosch-ը ամա լվանալու մեքենան, Miele լվացքի մեքենա, կալոր, տենց ասեմ, կալորը բանն է, այդ հարթուկը, այդ պարովենի մեծ հարթուկներից, ամեն ինչը պետք է գնեք ճիշտ եւ տեղին, կցանկանաք հարցրեք Անահիտը ձեզ կաս երեխեք ջան, չեմ ասում ամենակարող եմ, բայց եթե մի բան ինձ դիմանում է տարիներ, ուրեմն ինքը շատ դիմացկուն է,
ասել մամային եւ ասել Սերժին, ասում է որ Անահիտը ափսեները տեղավորում է, ոնց որ ասում է մեր կողքի գարաժիստերին։ Երեխեք աշխատում են որ ձայն չկա, բայց հնարավոր չի, ոնց կարող ափսեն դնես ձայն չկա։ Մի օր Սերժին ասեցի մի հատ դու դիր տեսնեմ դու ոնց ես դնում եւ իզարմանս ինձ շատ լավ տեսնենք լեքլեխում ինչքան է մեկու այստեղ ավելի թանկ է համարյա 2 եվրո արժի բանը այդ օրը լցրեցի գազուալ նայեցի տեսա որ 1.80 էր ճիշտ ասած գները չեմ նայում ուղղակի Դավիթը որ զանգեց մամ տեսել ես գները 1.9-ա դարել ասեցի չէ բալա ջան հիմա ասում ես այդ երեխեքը համարյա 450 կիլոմետր գալիս են 450 գնում են ամբողջ ճանապարհածախսը ավտոտրասներով բանով 200 եվրո փող են ծախսում 200 եվրո պատկերացնում եք երեխեք տոմսի գինն էլ չկա ստեղից Իսպանիա Մարտի 8-ը շնորհավոր մեռնեմ կյանքիդ Մամ ջան ժողովուրդը հարյուրներով քեզ մեսաժներ էին ուղարկել քո ծննդյանը տարեդարձը շնորհավորելու Ուզում անձամբ շնորհ կամ Եվ ինչ ասեմ, ուրախ սրտով, ձեզ հետ զրուցելով, ձեզ լավը ցանկանալով, ուզում եմ անչափ շնորհակալ լինեմ ձեր այդ գեղեցիկ վերաբերմունքի համար, իմ լավ աղջիկներ, իմ լավ տղաներ, իմ լավ թոռներ, ծովներ, շնորհակալ եմ ձեզանից։ Դուք եք ծատիկ-տատիկի նման երկար ապրեք, այդ է կյանքը։ Կյանքը շատ սիրուն բան է։ Մարդը գիտեք ինչ կա, ուզում եմ երկու բառով ինչ-որ ձեզ հետ ձեզ հասկացնեմ, այսինքն ուշադրության կենտրոն պահեմ։ Մարդը որ ինչքան մեծանում է, ամեն մի օրը 60-ից հետո դառնում է մի գեղեցիկ, գիտեք ինչ կա, ամենահամով, ամենաքաղցր գոյությունը կամ ինչ-որ անելիքը, դա է գեղեցկությունը, դա է իսկական կյանքը, որ այդ ժամանակ ես զգում, թե ինչքան սիրուն է կյանքը։ Ամեն օրվա գեղեցիկ լուսաբացը, քամին, փոթորիկը, անձրևը, դրանք բնության գեղեցկություններն են, ահա միշտ չի կարելի ասել, գեղեցկություններն են, որ մարդը, նույնը ինքը մարդն է, նույնը ինքը մարդը, կան մարդիկ կան քամի են, իրացից ներկայացնում, փոթորիկ են, կան բարի առավոտ են իրանք բացում մարդկության համար, արև են բացում, գեղեցիկ լուսին է լինում, որ ամբողջ երեկո գիշերը լուսացնում է, մարդը նույնն է, դրանք բնության գեղեցկություններ են, դրա համար ես ձեր գեղեցիկ խոսքերը, ձեր կոմպլիմենտները լսելով, ես ավելի եմ ինձ լավ զգում, ավելի եմ զգում, որ ես մարդ եմ, մարդ լինելու համար, գիտես ինչ կա, այնքան դժվարություններ է պետք որ հաղթարես, որ մարդ դառնաս, մարդը, մենակ բարերով մարդ չի, մարդը լինելու համար շատ բաներ կա, որ պիտի նմանվես մարդ լինելու համար, ամեն մեկը որ չի կարողանում, իհարկե թող ինձ շատ ներեն, իմ ժողովուրդը բոլորը մարդ լինելու համար շատ աշխատանք է պետք, պետք է լինես ընտանիքի նախ լավ, ծնողի համար պիտի լինես լավ դուստր, լավ ժառանգ, պիտի մեծանաս շրջապատի աշխատանքի տեղը քեզ արդարացնես, պիտի ռիսկով լինես, սիրով լինես, պիտի լինես լավ ամենակարևորը, լավ ամուսին, լավ մայր, պիտի լինես լավ մայր, պիտի լինես լավ ժառանգ, դրա համար ես շնորհակալ եմ են բոլորը, դրա համար պատահական չի որ ասեմ, ամեն թրջուն իր երամը գտնում է, երամի է թռնում գնում է, հիմա դուք իմ երամն եք, դուք մեր հետ միասին մտածում եք, ոնց որ մենք ենք մտածում, ապրում եք մեզ հետ միասին, շնորհակալ եմ ամեն ինչի համար, գիտեք ինչ, հացը դա սրբություն է, ես այնքան ուրախ եմ, որ ես կարողանում եմ ինքս ինձ հացս ամերեն կյանքիդ ապահովելու համար, առաջներևորն այսինքն ես դեռ փոքր եմ, որ գնում էի հորեղբորս գյուղն էի գնում, իմ հորեղբորս գյուղում էին ապրում, համար վարսագործներին գնում էինք այնտեղ հանգստանալու, ուրեմն առավոտյան այդ մեր մշեցիկ, դե երևի հայերը բոլորը, բայց ես այդ մեր այդ փոքրիկ այդ գյուղը հորեղբորս, բոլորը մշից եկած գաղթականներ են, դրանք երբեմն մատաղ են անում, ասենք հնարավորություն չունեին ոչխար գար մորթելու համար, դրանք երբեմն մատաղ էին անում, գիտեք ինչ կա հացը, ասու ամենաօրհնյալը, միայն ոչ թե Աստված գարին է ոչնել, նաև հացին է ոչնել, առավոտ շուտ արտանում էին այդ տանտերը,
հացը երկունը խմորը նախորդ կանում էր կշերը առավոտել մեր թխում էին, դեր արևը չծագած, հացը տնետում բաժանում են, դե ոչ մեկ էլ հացը կարիք չունի, բայց դա առավոտում մատաղել էլի ապրես։ Որ առավոտում դե մարդիկ այդ հացը ճաշակեն։ Հիմա ամեն անգամ ես երբ հաց եմ թխում, այնքան ուրախ եմ։ Այնքան հպարտ եմ։ Որ ես կարողանում ես գեղեցիկ այս սրբությունը, այս օրշնակը, այս գեղեցկությունը իմ ընտանիքի հետ կիսվում ենք, ուտում ենք, սովորացրել եմ իմ աղջիկներին, եմ սովորացրել իմ հարցնել բոլորին, որ հնարավորություն եմ ստեղծեք հաց թխել։ Այո, մանջան, այո, ապրես, մերնեմ արևից, ապրես։ Ձեզ հետ ուզում եք կիսել ապրես հավատ տանը։ Ու իմ համար էդի մեծ ուրախություն է, որ այսօրվա դրությամբ մարդի 7-ը, մարդի 8-ը դուք ես իհարկե իրավունք եմ վերապահում գեղեցիկ խոսքերը լսելու հաճույքով եմ լսում, դուք չիմանաք որ ինձ պատահական կարող է Անահիտը կարդա, գալիս է մամայի մոտ, կարդում Չնայած նա դրանով գիտեք ինչ կա, այդ րոպեին իմ հոգին իմ միջից դուրս է գալիս հրնում է երկին բանակալի ամբողջ է ձեր աշխարհը, ձեր երկիրը, ձեր ամենտեղ կարգան ու սկսում հանգրվանում է դատերը։ Հապերում եմ ձեզ։ Ապրես ցավը տանը։ Ահա եւ այս հրաշալի նոտայով, Մահիրիկի օրնանքով եկեք ավարտեմ իմ վլոգը։ Գիտեք ինչ, սիրելիներս, յուրաքանչյուր վլոգ, յուրաքանչյուր կոնտենտ ունի իր խորը իմաստը, նշանակությունը։ Եկեք ասենք, որ մեր կոնտենտը ունի իր յուրահատուկ նշանակությունը, քանի որ իմ կոնտենտում դուք տեսնում եք ընտանեկան մթնոլորտ, որտեղ կան միայն հիշողություններ, խորհուրդներ եւ ամենակարևորը գեղեցիկը եւ դրական էներգիա։ Այսօր նեգատիվը ամբողջ աշխարհով մեկ իշխում է։ Եկեք դիտենք այն, ինչը մեզ հոգեհարազատ է։ Դե ինչ սիրելիներս, այս հրաշալի գեղեցիկ բնությամբ եկեք ավարտեմ իմ վլոգը։ Ցանկանամ ձեզ բարի դիտում եւ ցանկանամ ամենագեղեցիկը, ամենալավը։ Եվս մեկ անգամ բարի գալուստ մեր նոր հետևորդուհիներին։ Ուրախ եմ, որ ավելանում ենք եւ ավելանում ենք որակով, որակյալ մարդիկ։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ եկեք ձեզ ասեմ, պակա, պակա։